Je vais d'abord répondre à votre question, puis ensuite je vais compléter ma réponse à la question précédente. Sur votre question, nous avons soutenu les Մենք efforts աջակցել des ենք autorités arméniennes հայկական pour իշխանությունների parvenir avec ջանքերը Azerbaïdjan հասնելու համար à Ադրբեջանի un traité հետ en bonne et due խաղաղության forme. Lorsque պատշաճ համաձայնագրի եւ երբ երկու կողմից քաղաքական համաձայնություն քաղաքական համաձայնության հասան մենք ողջունել ենք եւ մենք քաջալերում ենք Ադրբեջանին ստորագրել այս համաձայնագիրը որպեսզի այսպիսի տարածաշրջանում որը շատ կարեւոր է կենտրոնական դեր ունի եւ դրա առիթը կունենանք խոսելու Երևանյան երկխոսության շրջանակում հաղորդակցության կապակցության հանգույց է շատ կարևոր Եվրոպայի համար շատ կարևոր է որ այդ համաձայնագիրը ստորագրվի մի քանի շաբաթ առաջ նորից լարվածություններ ի հայտ եկան մենք զսպվածության կոչ արեցինք որովհետև այսքան մոտ խաղաղությանը իսկապես ողբերգական կլիներ որ բռնության պատճառով եւս մեկ անգամ հարցի տակ դրվի խաղաղությունը ես եւս մեկ անգամ նշում եմ որ մենք ցանկանում ենք որ քաղաքական համաձայնության կարողանան գալ եւ համաձայնագիրը ստորագրվի հիմա կվերադառնամ նորից նախորդ հարցին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջև անհամաձայնությունների նույնիսկ որոշակի թշնամանքի մենք Ֆրանսիան Եվրոպան մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի դեմ ոչ ռուս ժողովրդի դեմ սակայն մենք դիմադրում ենք պուտինիզացիային այսինքն ուժի միջոցով եվրոպական մայրցամաքի վրա սահմանների վերագծմանը այս սկզբունքը մենք չենք կարող ընդանել դրա դեմ մենք դիմադրում ենք այդ դիմադրությունը դրսևորվում է մեր աջակցությամբ Ուկրաինայի սուվերենությանը անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ նրա ռազմական ջանքերին զսպելու համար ռուսական ագրեսիան այսինքն ոչ Եվրոպան ոչ Ֆրանսիան որևէ նկարտում չունի եւ պահանջ տարածքային պահանջ չունի Ռուսաստանի նկատմամբ ընդհակառակը եւ մեր դիմադրությունը շարունակելու է դրսևորվել նաեւ գնալով ավելի ու ավելի ծանր պատժամիջոցների միջոցով որոնք կփորձեն ետ մղել կամ գոնե պատերազմական ջանքը Վլադիմիր Պուտինի վարած պատերազմի ջանքը ավելի անտանելի դարձնել, որովհետև մեր ցանկությունն է, որ պատերազմը դադարի եւ բանակցություններ սկսվեն։ Ուկրաինացիները արդեն պատրաստ են, հիմա հերթը Վլադիմիր Պուտինինն է։ Վերջին հարցի հնարավորությունը Armen Press։ Nous avons 8 minutes.